Սիրելի ռադիո լսողներ եւ ռադիո դիտողներ, FM 106 եւ 5 հաճախականության վրա են ձեր ռադիո ընդունիչները, Դարփինյանի ժամն ենք սկսում։ Դուք կարող եք նաեւ մեզ դիտել լրատվական ռադիոյի գործարար ալիքի թվային հարթակներում կամ Արմեն Դարփինյանի YouTube-յան էջում։ Բարև ձեզ, պարոն Դարփինյան։ Բարև ձեզ, սիրելի Դավիթ, բարև ձեզ, սիրելի ռադիո լսողներ։ Ռադիո լսողների, դիտողների համար տեղեկացնեմ, որտեղ մեզ տարբեր ժամերի կարակ լսեք կրկնությունները կամ առավել եւս համացանցում կարող եք հանդիպել մեր հաղորդմանը, որ մենք ամսի 31-ին ենք գրվում ժամը 17:09 րոպեի 17:09 րոպեին եւ զրույցը այդ տրամաբանության մեջ է Գյումրիում ավարտվեցին ընտրությունները սպասելի էր ձեզ պարոն Դարփինյան ստեղծված իրավիճակը Դավիթ ջան, անկեղծ ասած, մեծ հաշվով, եթե ես իմ սուբյեկտիվ վերաբերմունքը դրսևորեմ այս ամեն ինչի նկատմամբ, ապա բացարձակ գոհ չեմ, ուրեմն եւ ընտրություններից եւ այն համակարգից, որը գործում է, եւ այն կանոնից, այն կարգից, սահմանադրական այն նորմից, որտեղ համայնքները եւ համայնքապետերը ընտրվում են, համայնքները ընտրություն են իրականացնում քաղաքականացված տարբերակով, երբ կուսակցությունները չգիտես որտեղից վերցրած բուսնում են, ծլում են եւ ինչ որ թիմեր են ներկայացնում, դա վերածվում է կուսակցականացված պայքարի, դա վերածվում է Երևանից ուղարկված անկապ էմիսարների հիմար խոսակցություններով տեղում հասկանում եք, սա բացարձակապես կապ չունի ոչ քաղաքի կամ համայնքի շահերի հետ, ոչ դրանց նպատակների հետ, ոչ ծրագրերի իրականացման հետ, ոչ մեծ հաշվով քաղաքների, համայնքների զարգացման հետ։ Ուղղակի համոզված եմ եւ այս ընտրությունները մեկ անգամ եւս փաստեցին, որ ես ճիշտ եմ։ Սահմանադրության եթե փոփոխություն պիտի տեղի ունենա, ապա առաջնային կարգով այդտեղ պիտի նախ Երևանը հավասարվի մարզի, որպեսզի Երևանում քաղաքականացված ընտրություններ չիրականացվեն։ Երևանը ունենա մարզի կարգավիճակ եւ Երևանի քաղաքապետը կառավարիչը նշանակվի վարչապետի կողմից եւ ունենա այդ իմաստով կառավարչական ուղղահայաց պետական համակարգի հետ։ Ինչ վերաբերում է այլ քաղաքներին, Գյումրիին, Վանաձորին եւ մնացած մեր բոլոր քաղաքներին եւ համայնքներին, այդ համայնքներում պիտի տեղի ունենա կառավարչական թիմերի ընտրություն, այլ ոչ թե քաղաքականացված ընտրություններ։ Կուսակցությունները որևէ դերակատարում պիտի չունենան մեր համայնքների կառավարման մեջ։ Հասկանում եք, ուղղակի ծիծաղելի էր այն միտինգները, այն հանրահավաքները կուսակցականացված, որոնք որ Գյումրիում անցկացվում էին քաղաքացիական պայմանագիրը, մնացած կուսակցությունները բացարձակ ուղղակի եթե գիտեք ծիծաղելի կլիներ, եթե այսքան տխուր չլիներ այս ամեն ինչ։ Ես շատ այդ իմաստով մեկ անգամ եւս հիասթափվեցի եւ համակարգի նկատմամբ եւ գործելավոճի նկատմամբ, բայց այս ամեն ինչից պիտի դասեր քաղել, հասկանում եք, որպես պետություն, որպես երկիր որը եթե նախանշում է իր զարգացման ստրատեգիան ուղղությունները եւ կկարողանա ապագայում այդ ուղղությունները պաշտպանել եւ երաշխավորել, մենք պիտի դասեր քաղենք։ Դասերից առաջինը այն է, որ կուսակցականացված ընտրություններ համայնքներում չպիտի լինեն։ Դասերից երկրորդը, որը արդեն կապված է մեր իրողության հետ, ցույց տվեց հետեւյալը, որ կառավարող քաղաքական ուժը, քաղաքացիական պայմանագիրը չունի շատ թե քիչ հեղինակավոր գործիչ, այսինքն Փաշինյանը միայնակ է եւ շատ թե քիչ հեղինակավոր մարդ, որը կարողանար իր հեղինակությամբ իրավիճակ փոխել, թե լինի դա Գյումրիում, լինի դա Փարաքարում, թե վաղը լինի որևէ տեղ, որևէ մի գործիչ չկա, իսկ սա նշանակում է, որ պատկերավոր ասած ուսապարկերի ժամանակն ավարտվել է կամ ավարտվում է, իսկ սա նշանակում է, որ ցավոք սրտի մենք մեկ անգամ եւս գամվեցինք մի իրողության, երբ ներառական, ընդլայնված հավաքական մեր ներուժը օգտագործելու ստրատեգիան մեկ անգամ եւս մենք դրա կարեւորությունը զգացինք եւ թայֆայական ուրեմն նեղ քաղաքական էլ դժվար է դա կոչել, դա ուղղակի նեղ շրջանակների շահերը սպասարկող թիմ
որը ստանձնել է քաղաքական կառավարումը, այս մոդելը եւս մոտ է վերջանալուն։ Միգուցե դա նաև դրական է, որովհետև մենք պիտի, եթե ուզում ենք գոյատևել առավել եւս զարգանալ, մենք պիտի հասկանանք, որ մեզ հարկավոր է ներառական, ամբողջ հայկական ուժի, ներուժի գործադրմամբ, ստրատեգիական ծրագրերի մշակում եւ իրականացում, որը մենք չենք տեսնում եւ այս ընտրությունները եւս մեկ անգամ եկան դա փաստելու։ Երրորդ օրինաչափությունը կամ հետևությունը, որը մենք պիտի անենք, բացարձակ անհաղորդ եւ անտեղյակ են ռեգիոնալ եւ տեղային խնդիրներից, ուրեմն այդ քաղաքական կուսակցությունները։ Հասկանում եք, ուրեմն Գյումրին, Լենինականը, Շիրակի դաշտավայրը քիչ թե շատ ճանաչող մարդը պիտի հասկանար, որ ասենք օրինակ եվրոպական քարոզչությունը այնտեղ չի անցնի երբևիցե, հասկանում եք, եվրոպական քարոզչությունը չի կարող ունենալ այնտեղ ուրեմն բավականաչափ լուրջ հենք մեկ։ Երկրորդը նույնպես քիչ թե շատ ծանոթ է իրավիճակին, պիտի հասկանար, որ Գյումրին, Շիրակը այդ ժողովուրդը առավելագույնս պահպանողական է իր բարք ու վարքով, նիստուկացով, իր բոլոր ավանդույթներով, ընտանեկան գերդաստանային արժեքներով եւ բացարձակ պատահական չէ, որ այդ ընտրություններում այսպես որոշիչ դերակատարում ունեցան այն տղաները, որոնք հենց գերդաստանային հենքեր ունեն այդ քաղաքում, կոնկրետ Լենինականում, Գյումրիում, եւ այս արժեքները անտեսելը, ուրեմն ինչ որ այնց բացարձակ նորաթուխ անհասկանալի դեմքերով հանդես գալը բացարձակ ուրեմն անտեղի էր եւ բնական էր, որ այդ մոտեցումը կպարտվեր։ Հաջորդ հետևությունը, որը ես կասեի, այնուամենայնիվ այս ամեն ինչը նույնպես հետևանք է էլիտայի ջախջախման։ Մեր պատմությունը, ես արդեն առիթ ունեցել եմ դրա մասին խոսելու, 35-ամյա պատմությունը անկախ Հայաստանի կարելի է բնութագրել որպես երկրի եւ ազգային էլիտայի բնաջնջման պատմություն։ Ցավում եմ դրա համար, մենք պիտի հիմա ազգովի հասկանանք, որ էլիտայի ստեղծումը կարևորագույն խնդիր է եւ միայն դա կարող է մեզ պաշտպանել եւ երաշխիքը հանդիսանալ մեր հետագա հնարավոր զարգացումների եւ զարգացման։ Հաջորդը պիտի փաստենք, որ այս դիլեմայի մեջ իրական եւ պատմական Հայաստանի Գյումրին եւ Շիրակը շատ ավելի այսպես հակված են պատմական Հայաստանի եւ բացարձակ պատահական չէ, որ այսպես ասած հակաիշխանական դիրքերից հանդես եկող Վարդան Ղուկասյանը, որը բացարձակ օրինակ է պատմական Հայաստանի հռետորաբանության, այսպես ասեմ, հա, բացարձակ։ Վարդան Ղուկասյանն ասել է, որ ինքը LGBT համայնքին դեմ է եւ ով դեմ է կարող է գալ իր կողմը կանգնել եւ եթե ինքը իմանա, որ եկեղեցում հոգեվորական կա, որը LGBT համայնքի ներկայացուցիչ է, ինքը անձամբ կգնդա կահարի իրան եկեղեցում եւ կհանձնվի միանգամից։ Դա մեկ անգամ եւս գալիս է փաստելու, որ Վարդանը տրադիցիոն Գյումրվա պահպանողական, այսպես ասած, արժեքների կողմնակից է գերդաստանային հենք ունեցող գերդաստանները հարյուրավոր մարդիկ են իրենց մեջ, այսինքն դա մի հսկայական հզոր բանակ է եւ տվյալ դեպքում եւ Վարդանի եւ Մարտունի Գրիգորյան գերդաստանները հենց պատահական չէ, որ նրանք հաղթանակած են դուրս եկել որպես այդպեսին, բայց այնուամենայնիվ պատմական Հայաստանի իրողությունը մեկ անգամ եւս շեշտադրվեց։ Ոչ միայն շեշտադրվեց, նաեւ դրա բավական լուրջ տարածվածությունը մեր ժողովրդի մեջ նույնպես փաստագրվեց։ Ես պիտի ասեմ, որ շատ հետաքրքիր մի առանձնահատկության հանդիպեցի շվեյցարական ուրեմն անձնագրերում, Դավիթ, ուրեմն նշվում է մարդու ծննդավայրը եւ պատմական հայրենիքը, հասկանում եք, եւ դրանք տարբերվում են։ Նա մարդը կարող է ծնված լինի, ասենք, միտեղ, բայց պատմական հայրենիքը, որտեղ իր ակունքներն են, հայրը, պապերը որտեղից են գալիս, հա, պարտավոր է դա նշել իր ուրեմն անձնագրում եւ Շվեյցարիայի պետությունը տվյալ պարագայում հենց այդ նշումով տեր է կանգնում նրա պատմական հայրենիքին, հասկանում եք, անգամ եթե այդ պատմական հայրենիքը այսօրվա շվեյցարական տարածքում չէ, շվեյցարական սահմաններից ներսում չի։
Հիմա եթե շարունակելու են մեզ ստիպել, այսպես ասած, հրաժարվել մեր պատմական հենքերից, հիմքերից, պիտի ասեմ, որ սա բացարձակ անիմաստ ուրեմն մտավարժանքներ են եւ որովը չի ստացվելու իրանց։ Ուղղակի չի ստացվի, այո, ուղղակի չի ստացվի եւ ուղղակի ժամանակ կկորցվի մեկ մենք կկորցնենք նաեւ որոշակի դիրքեր մեր միջազգային ասպարեզում մեր բանակցային ուժեղ դիրքերի տեսանկյունից եւ չեմ կարծում որ դա ընդհանուր առմամբ կնպաստի մեր ուրեմն պետության ուժեղացմանը կամ հենքերի կառուցմանը, հասկանում եք, մենք չենք հավակնում որևէ մեկի տարածքին, բայց մենք չենք կարող հրաժարվել մեր պատմությունից, մեր իրողությունից, մեր հենքերից, հիմքերից։ Այս իմաստով երևի անդրադարձ կատարեմ նաև այն հայտարարությանը, որը վարչապետ Փաշինյանը արեց կապված Ղարաբաղյան շարժման Գյումրիի մասով մի ճշտում էլ անեմ, հետո անցնենք դրանց հետևությամբ։ Օպոզիցիան ասում է, որ սա կարող է լինել գործող իշխանության վերջի սկիզբը։ Ես չեմ կարծում, գործող իշխանությանը մի շատ հզոր սիգնալ գնաց, որ եթե գործող իշխանությունը շարունակի հին հեքիաթները պատմելով առաջ գնալ, ուրեմն նա կունենա ուղղակի ջախջախիչ պարտություն ցանկացած այլ ընտրություններում երկրում, որովհետև պատկերավոր ասած Սերժին մերժելու ժամանակահատվածը ավարտվել է եւ այդ ռետորաբանությունը եւս այլևս ժամանակավրեպ է եւ բացարձակ արդեն այլևս անիմաստ, որովհետև շատ ներողություն, բայց նույն Գյումրիում հաղթողների թվում են ուժերը, որոնք հենց կարծես թե մերժված պիտի լինեին, հա, բայց այդպես չի եւ այդպես չի կարող լինել, իսկ այդ ժամանակաշրջանը ավարտված է։ Չեմ կարծում, որ սա, ասենք, վերջի սկիզբն է, սա շատ հզոր մի սիգնալ է, որի եթե Փաշինյանը տվյալ պարագայում, որովհետև ցավում եմ, որովհետև նրա թիմում ուրեմն հեղինակավոր այլ գործիչ ես չեմ տեսնում, չեմ կարող որևէ մեկին առանձնացնել եւ ասել, որ կա հեղինակավոր մի մարդ, որի խոսքը ինչ-որ բան արժե երկրում կամ որոշ հանրության մեջ Փաշինյանը մի կարծիքով անձնապես պիտի շատ լուրջ հետևություններ իրականացնի այս իրողությունից, այլապես քաղաքական ուժի եւ նրա գաղափարական մոդելի վախճանը մոտենալու է անկախ նրանից թե ինչպես կավարտվի Գյումրիի տվյալ դեպքում, ասենք, ընտրությունների, հիմա այնտեղ երկու տարբերակ կա, ես չեմ բացառում, որ Մարտուն Գրիգորյանը դառնա քաղաքապետ ԿՊ-ի աջակցությամբ, երկու տարբերակ եմ տեսնում միայն, կամ Մարտուն Գրիգորյանը այսինքն երեք տարբերակ կա, կամ Մարտունը կդառնա քաղաքապետ ԿՊ-ի աջակցությամբ, կամ Ղուկասյանը կդառնա քաղաքապետ, եթե Մարտունը միանա, եւ կամ եթե Մարտունը ոչ մեկին չմիանա, ապա կարծես թե նոր ընտրություններ պիտի նշանակվեն, որովհետեւ հնարավոր չի լինի ընտրել, հնարավոր չի լինի, հավականին կձևավորի, բայց հնարավոր չի լինի ընտրել քաղաքապետ, չի ձևավորի քաղաքապետ չեն կարողանա ընտրել, այս կա 3 տարբերակ, նորից եմ կրկնում, ինձ համար բացարձակ միևնույն է, որ տարբերակը կաշխատի, որովհետեւ բոլոր այդ տարբերակն էլ իրենց սկզբնաղբյուրում ունեն շատ բացասական ուրեմն կետը, որը կայանում է համայնքների ընտրությունը իրականացնել քաղաքականացված կուսակցությունների միջոցով։ Ոնց կավարտվի Գյումրին ամենայն հավանականությամբ, երբ մեր հաղորդումը կհեռարձակվի, ռադիոլսողները արդեն տեղյակ կլինեն, բայց ամեն դեպքում կրկնեմ, որ մենք երկուշաբթի օրն ենք զրուցում աշխատանքային օրվա վերջում եւ մեր զրույցը այդ դիտանկյունից է եւ այս ժամանակահատվածի տեսանկյունից է։ Նիկոլ Փաշինյանը պարլամենտում հայտարարեց, որ Ղարաբաղյան շարժում այլևս չկա, այսինքն միացում պրոյեկտը էլ գոյություն չունի։ Ես կարծում եմ, որ Դավիթ ջան, դու ասացիր մի բան, որը որ Փաշինյանը չի ասել։ Եթե Փաշինյանը շարունակեր իր միտքը, ասելով, որ Ղարաբաղյան շարժումը մենք չենք շարունակելու եւ միացում չենք պահանջելու, այդ իմաստով չենք շարունակելու, դա կլիներ ինչ-որ չափով հասկանալի եւ միգուցե դա ինչ-որ չափով նաեւ ընկալվեր հասարակության կողմից, բայց հնչեց հետեւյալ արտահայտությունը, որ մենք չենք շարունակելու Ղարաբաղյան շարժումը եւ այդտեղ վերջակետ դրվեց
որը շատ մեծ հարցականների տեղ բաց թողեց։ Իհարկե, ես պիտի ասեմ, որ միացում բառից ադրբեջանցիները ուղղակի սարսափում էին։ Հենց միացում բառն էր իրենց համար, հասկանում եք, սկզբունքայինը, այսինքն Ղարաբաղյան շարժման, այո, միգուցե կենտրոնական կետը հենց միացումն էր։ Միացումից նրանք ուղղակի սարսափում էին, վախեցած էին, եւ միացումն էր, որ մինչեւ հիմա էլ միացումն է իրենց սարսափեցնում, դրա այդ իսկ պատճառով նրանք պահանջում են մեր սահմանադրության փոփոխություն, որտեղ փաստորեն միացման գաղափարն է այնտեղ, բայց Ղարաբաղյան շարժումը ինքը ոչ միայն միացման մասին էր, միացումը կարող էր դիտվել որպես վերջակետ, բայց Ղարաբաղյան շարժումը մեծ հաշվով ինքնորոշման, ինքնության պաշտպանման, միջազգային երաշխիքներով դրա պաշտպանության մասին էր, որի վերաբերյալ մենք չենք կարող ասել, որ մենք հրաժարվում ենք եւ չենք շարունակելու։ Ղարաբաղյան շարժումը որպես արցախյան մեր հայերի պատմամշակութային ժառանգության, նրանց ապրելու իրավունքի, ուրեմն նրանց բոլոր մնացած իրավունքների դրսևորման անհրաժեշտությունը ապահովելու միջոց այդ շարժումը պիտի շարունակվի, նա չի կարող չշարունակվել։ Այսօր Վալտեր Շտայնմայերը, որը Գերմանիայի Դաշնության նախագահն է, նախկինում բավական հարգված քաղաքական գործիչ, Գերմանիայում արտգործնախարար էր երկար տարիներ, հիշում եք, այսօր Հայաստանում մենք ողջունում ենք նրա այցը, Շտայնմայերը մի հաղորդագրություն էր, գրագրություն էր ունեցել ուրեմն իր X բանում, Twitter-ում, որտեղ մեկ անգամ եւս շեշտել էր Ղարաբաղյան հայերի իրավունքների մասին։ Այսինքն Ղարաբաղյան շարժումը որպես իրավունքների պաշտպանության, պետականորեն պաշտպանման շարժում պիտի գոյություն ունենա, դա չի կարող, մենք չենք կարող չշարունակել։ Հիմա Փաշինյանը որպես քաղաքական գործիչ կարող է չշարունակել, դա իր քաղաքական տեսակետն է, բայց այ ժողովուրդը եւ շատ ու շատ ուրիշ քաղաքական գործիչներ դա շարունակելու են աներկբայորեն, հասկանում եք, չի կարելի փաստել, որ նա պիտի ուղղակի շարունակեր իր ասածը, նա պիտի ասեր, որ Ղարաբաղյան շարժումը միացման պահանջով այլևս ակտուալ չէ, բայց շարժումը որպես այդպեսին չի կարող ակտուալ չլինել, քանի դեռ առավել եւս քանի դեռ կա այս փաստը տեղահանման, բռնաճնշման միջոցով տեղահանման փաստը, որը շատերը վերլուծաբաններից եւ ճիշտ կանենք, որ մենք մի, ասենք, մեր մասնագետները մի աշխատություն գրեն, հավասարեցնելով այդ ամեն ինչը գենոցիդին, որտեղ 100, լավ, ասենք 100,000, 120,000, կարևոր չի, սարսափելի թիվ է դա։ Մեկ շաբաթվա ընթացքում նրանց վտարել իրենց հայրենի տեղերից, որտեղ 100-ամյակներով գերեզմաններ կան, սա գենոցիդին հավասար գործողություն է։ Կներեք, որ դրամաչափը իջեցնում եմ, բայց Արսեն Թորոսյանն էլ ամեն դեպքում հանրային հեռուստատեսության եթերում ասաց, որ ասաց ղարաբաղցիների վերադարձի հարցով մենք բանակցությունների կողմ չենք Ադրբեջանում։ Ոնց ան, ինչ ասենք այս մարդուն էլի, այսինքն ես նման գործիչ եւ նման մտավորական չեմ ճանաչում եւ ուրեմն նորից եթե կա մեկը, որը ունի հանրային վստահություն կամ ունի հանրային հեղինակություն եւ կամ ունի հանրային կարծիքի վրա ներազդելու հնարավորություն, դրա մասին կարելի է խոսել, այսինքն ձեր նշված անձնավորության մասին ես որևէ բան ասել չեմ ուզում կամ նրա արտահայտած մտքերը առավել եւս հանրային հեռուստատեսությամբ կարևոր չի ինչով է հայտարարում, հասկանում եք, վաղը նա կարող է CNN-ով հանդես գալ, ուրեմն տարբեր այլ լրատվամիջոցներ դա որևէ նշանակություն չունի։ Ես ձեզ հավաստիացնում եմ, որ հայ ազգային գենոմի մտածելակերպի ուրեմն քաղաքակրթական արժեքների վրա դա 0 ազդեցություն ունի ուղղակի, եթե ոչ բացասական իր քաղաքական թիմի նկատմամբ նրա հայտարարությունը, որովհետեւ արժեք չներկայացնող հայտարարություններ են դրանք։ Անիմաստ է քննարկել անգամ, այո։ Հիմա, այսինքն Ղարաբաղյան շարժումը ինքնորոշման իրավունքի եւ ժողովրդի իրավունքների պաշտպանության տեսանկյունից մենք պիտի շարունակենք։ Եթե Նիկոլ Փաշինյանը որպես քաղաքական գործիչ պատրաստ չէ դա շարունակել, դա իր իրավունքն է։ Դա իր իրավունքն է, դա իր քաղաքական դիրքորոշումը կարող է լինել,
բայց դա չի նշանակում, որ շատ-շատերը, միգուցե նաև մեծամասնությունը դրան համաձայն լինի, որովհետև դա կնշանակի, գիտեք, հիմա այդ քննարկումները եւս կան, այսինքն մենք հրաժարվում ենք ընդհանրապես երրորդ հանրապետությունից եւ ամեն ինչը ջնջում ենք, սկսում ենք նորից չորրորդ հանրապետությունից, դե հիմա ամեն ինչը փորձեցին ջնջել, արդյունքում ստացան Վարդան Ղուկասյան։ Հասկանում եք, ըստ որում երկու Վարդան Ղուկասյան ստացան, հա, մեկը ստացան Միացյալ Նահանգներից, մեկը Լեննականից։ Հիմա երրորդը կծնվի մի տեղ Սյունիքում, համոզված եմ ուղղակի, մեկը կար Իմիջիայլոց, Սերժ Սարգսյանի ժամանակ մեկը կար այդտեղ բանում Սյունիքում։ Էլի կծնվի, հասկանում եք, հիմա չի կարելի, ակունքներից հրաժարվել չի կարելի, որտեղ դա ուղղակի ազգային իմունիտետի խնդիր է սա, հասկանում եք, դու չի կարելի, ոչինչ քեզանից չներկայացնելով, ասենք ամեն ինչը ջնջես եւ փորձես պատմությունը կամ ազգիտ եղելությունը սկսել ինչ-որ զրոյական կետից, դա չի կարելի, ուղղակի դա չի ստացվի դա, չի ստացվի եւ դու ինքդ քեզ զրկում ես շատ ու շատ լուրջ արգումենտներից։ Դավիթ ջան, մի քանի խնդիր, որ թելադրված է միջազգային, այսպես ասած, անցուդարձով։ Հիմա ուզում ասել, որ աշխարհում շատ անկայուն իրավիճակ է։ Մենք տեսնում ենք, որ իհարկե Միացյալ Նահանգների ընտրությունները բերեցին այդ անկայունության ավելացմանը եւ անորոշություններ են հայտնվել աշխարհում։ Անորոշությունները, գիտեք, եթե դրան պատրաստ չլինես, ապա դա շատ բացասական երևույթ է։ Բայց եթե դու պատրաստ ես, կարող ես օգտվել։ Իհա տեսեք, ասենք, այն երկրները, որոնք ունեն սոցիալական հենք, որոնք ունեն գաղափարական հենք, որոնք ունեն ձևավորված հարյուրամյակներով ձևավորված ավանդույթներ, այդ թվում դեմոկրատական ավանդույթներ, կարողանում են օգտվել այս իրավիճակից։ Միացյալ Նահանգներից կապիտալը արտահոսք է, կապիտալի արտահոսք է տեղի ունենում։ Ուր է գնում կապիտալը։ Շվեյցարիա, Իսրայել, հասկանում եք, այսինքն Միացյալ Նահանգներից կապիտալը գնում է Շվեյցարիա, որովհետև վստահ է շվեյցարական համակարգի վրա։ Իսրայել, որովհետև վստահ է, որ Իսրայելի պետությունը երբևիցե ուրեմն չի մատնելու, չի մտնելու, չի բանկային գաղտնիքը չի բացահայտելու, չի բացելու, չի տրամադրելու որևէ մեկին։ Ինչ արեցինք մենք։ Բանկային գաղտնիքը բացեցինք այն աստիճան, որ ցանկացած հարկային ինսպեկտոր շատ ներողություն կարող է մտնել ցանկացած մեկի բանկային հաշվի մեջ եւ ուրեմն այնտեղ բանա զվարճանա, այսպես ասած, հասկանում եք, հետո այդ ինֆորմացիան տրամադրի ում ուզում է։ Իր հարևանին, խայտարակ վիճակ է։ Դավիթ, ես մեկն եմ, որը բանկային գաղտնիքի մասին, բանկերի բանկային գործունեության մասին դեռևս 30 տարի առաջ այդ օրենքների վրա եմ աշխատել եւ մեկն եմ, որը կարող է ասել, որ հեղինակներից մեկն եմ այդ օրենքների, հատկապես բանկային գաղտնիքի մասին օրենքի, ֆանտաստիկ կարևոր օրենք էր։ Մենք 93 թվականին վստահ էինք, որ մենք դրանով կկարողանանք պաշտպանել մեր համակարգը եւ մեր սփյուռքահայերին, մեր ազգակիցներին, մեր բարեկամներին, հարազատներին մենք կոչ կանեինք եւ անում էինք իրենց բանկային խնայողությունները բերել Հայաստան, որպես այդ գումարները ծառայեին Հայաստանի տնտեսության զարգացմանը։ Հիմա մենք ինչ արեցինք 30 տարվա ընթացքում մենք ուղղակի զրոյացրեցինք բանկային գաղտնիքի ինստիտուտը։ Եթե ցանկացած հարկային մեկը ուրեմն իր ուղղակի սուբյեկտիվ դրդումներով կարող է այդ տեղեկատվությունը ստանալ, դա մի խայտարակ վիճակ ենք մենք ստեղծել։ Հիմա կոնկրետ դրա հետ կապված։ Ուզում եմ շեշտել, որ Թրամփը էլ ավելի սրեց հակասությունը արևմտյան աշխարհի ներսում, հայտարարելով, որ պարզվում է Եվրամիությունը ուրեմն մեծ վնաս է հասցրել, ասաց բարեկամներ կան, որ թշնամիներից էլ բետար են, ասում է նախագահ Թրամփը եւ նկատի ունի Եվրամիությանը, եւ մի թիվ է հայտարարում մոտ 36 ուրեմն տրիլիոն ասում եմ մենք այդքան վնաս ենք կրել եվրոպացիներից, որովհետև իրենք տարիֆներ են սահմանել մեր ապրանքների վրա, իսկ մենք ուրեմն ուղղակի բանենք donation, այսինքն դոտացիաներ ենք իրականացրել իրենց տնտեսություններում։ Խայտարակ իրավիճակ է, որից մենք կարողանայինք օգտվել, նորից եմ կրկնում, եթե կարողանայինք կուռ համակարգը մեր ստեղծեինք եւ ունենայինք մեր արժեքային համակարգը, որից չշեղվեինք։
ոչ թե մենք ամեն մի ուրեմն նոր զարգացման этаպում, ասենք, նոր բան ենք ստեղծում, ամեն ինչ ջնջում ենք, նորից հեղափոխական սկզբունքով երրորդ հանրապետությունը ջնջում ենք, ոչ մի բան չի եղել, չորրորդն ենք ստեղծում եւ այլն։ Հաջորդը, որ ուզում եմ ասել, ելի նույն պատմությունից է, մենք տեսնում ենք, որ այս անորոշությունից օգտվելով Արաբական Էմիրությունները դառնում են միջազգային առևտրային գործարքների ուրեմն համար մեկ կենտրոն։ Դրանք անգամ որոշակի գործառույթներ առևտրային տեսանկյունից միջազգային առևտրի կազմակերպման արդեն վերցրել են եվրոպական երկրներից, ել չեմ ասում Միացյալ Նահանգներից։ Եվ ես հիշեցի, որ դեռևս տարիներ առաջ, տասնամյակ, միգուցե 2 տասնամյակ առաջ, 2010-ական թվականներն էին, երբ էստոնացիները մի համակարգ մշակեցին, որը կոչվում էր e-residence, այսինքն էլեկտրոնային ռեզիդենտություն էին տրամադրում յուրաքանչյուրին, ով պատրաստ էր գրանցել իր բիզնեսը Էստոնիայում էլեկտրոնային կերպով եւ իրականացնել, օգտվել բոլոր հնարավորություններից, Էստոնիայի բանկային հնարավորություններից, Էստոնիայի ֆինանսական հնարավորություններից, միջազգային ուրեմն բոլոր նրա համաձայնագրերից եւ այլն, եւ ֆիզիկապես ներկա չլինելով այդ երկրում, լինել էլեկտրոնային ռեզիդենտ եւ իրականացնել առևտրային գործառնություններ հանգիստ վճարելով հարկերը Էստոնիայի կառավարությանը։ Մարդիկ հազարավոր տնտեսավարողներ ամբողջ աշխարհից, կարծեմ մոտ 100-ից ավել էլ հայեր կան այնտեղ, որոնք գրանցեցին իրենց բիզնեսը եւ օգտվեցին այդ հնարավորությունից։ Ես կոչ եի անում հայաստանյան կառավարությանը, ընդօրինակեք, լսեք, կա աշխարհում կա լավագույն օրինակը, ընդօրինակեք, ստեղծեք հայաստանյան էլեկտրոնային ռեզիդենտության համակարգը, որ մարդիկ գրանցվելով որպես հայաստանյան կազմակերպություններ, ընկերություններ իրականացնեն առևտրային գործառնությունները։ Մենք այսօր օգտվում ենք կամ սև կամ գորշ ինչ-որ սխեմաներով, երբ մենք խոսում ենք սանկցիոն ապրանքների, այսպես ասած, տարանցիկ կենտրոն, տարանցիկ հնարավորություն ստեղծելու մասին, մենք ուղղակի օգտվում ենք կամ սև սխեմաներով, մեր բիզնեսմենները ես նկատի ունեմ, կամ սև սխեմաներ են օգտագործում, կամ գորշ։ Ես կարծում եմ, որ մենք նման շռայլություն հնարավորությունների բաց թողնման իմաստով իրավունք չունենք։ Հետո ինչ հիշեցի հիմա, ասենք, հարկային օրենսդրությունը այն աստիճան անգրագետ անպատասխանատու ձևով ենք փոխում, որ օրինակ հիմա մեր երկրում փաստաբանական ծառայությունները հիմնականում անցան ուրեմն ստվերային համակարգ, ստվերային շրջանառություն, ավելացված արժեքի հարկ դրեցին, հարկային համակարգը փոխվեց, հիմա դու ցանկացած փաստաբանի, որ դիմես, ցանկացած մեկը մեր ռադիոլսողներից եւ YouTube դիտողներից, ցանկացած մեկը, եթե ունենա փաստաբանական ծառայությունների կարիք, կառնչվի հետեւյալ իրողության հետ։ Գումարները կպահանջվեն կանխիկ եւ շրջանառությունը անցավ ստվերային ոլորտ։ Ինչով է սա պայմանավորված։ Դիլետանտիզմով, բիզնեսի ոլորտը պիտի կառավարեն եւ կարգավորեն մարդիկ, ովքեր այդ ոլորտից բան են հասկանում։ Ես անկեղծ ասած մեր բիզնեսի ոլորտը կառավարողներից որ նայում եմ, որովհետեւ մեկին չեմ տեսնում, որ ունենա իր սեփական, ասենք, բիզնես հաջողությունը, որ մի կոպեկ իր սեփական խելքով աշխատած լինի, ոչ թե բլա-բլայով քաղաքական հիմար բառերով, այսպես ասած, բառապաշարով, այլ իր շնորհքով, ուրեմն ինչ-որ բաների հասած լինի։ Ես չեմ տեսնում, այդ բիզնեսի ոլորտը կառավարող որևէ մեկը չկա, որը եկած լինի բիզնեսի աշխարհից եւ հասկանա բիզնես աշխարհի առանձնահատկությունները, օրինաչափությունները եւ ուրեմն կայացնի որոշումներ, որոնք որ օգտակար են բիզնեսին, այլ ոչ թե հակառակն են։ Հիմա տվյալ դեպքում մենք խաթարել ենք փաստաբանական ծառայությունների շուկան, ուղղակի հիմար որոշումներ կայացնելով։ Ես ձեզ ասում եմ, փաստագրում եմ, ցանկացած փաստաբան կարող է, իհարկե իրենք հիմա չեն ասի, այո, մենք տենց իրենք չեն ասի, որ հիմա մենք անցանք բան կանխիկ շրջանառության, բայց իրականությունն եմ ես ասում, չէ՞։ Այդտեղ մի խնդիր կա, որի վրա ինձ իրավաբաններն էլ իմ ուշադրությունը հրավիրել են, դրանով փաստացի ստացվում է, որ որևէ իրավաբան պրոբոնո գործեր չի կառավարի, այսինքն անվճար, իսկ յուրիսպրուդենցիայի որպես գիտություն հիմքը հիմնականում անվճար արվող գործերն են, որոնք որ ասենք պրեցեդենտ են դառնում, կներեք։ Այո, պրեցեդենտ։ Այսինքն ինչը շատ կարևոր բան է իրավագիտության համար ընդհանրապես։ Գիտեք, կայացնում են, որ այսինքն
այո, նախադեպային բան են ստեղծում, որպեսզի հետագայում արդեն այդ դեպքը օգտագործելով այդ նախադեպային գործերը հիմնականում անվճար են արվում, որովհետև իրանք դրա համար ալ։ Հիմա ասում են իրանք դա սահմանափակում են, իրավաբանները հակված չեն լինելու էլ նմանատիպ գործեր վերցնեն, ինչը էլի խնդիր է, արդեն գիտական տեսանկյունից։ Մի քանի դեպք այդպիսի ունեցել եմ, երբ նախադեպային իրավունք ենք փորձել առաջ տանել մեր փաստաբանական տարբեր իմ, այսպես ասած, պարտներների հետ միասին եւ որոշ դեպքերում հաջողել ենք, ասեմ ձեզ։ Այո, փաստաբանները շահագրգիռ են նոր դաշտ բացել իրավագիտության մեջ, որպեսզի հետագայում արդեն օգտվել, այսինքն փողը կաշխատեն ոչ թե առաջին դեպքից, նախադեպից, այլ հետագայում, track record են բացում, այսպես ասած։ Հիմա ինչ հետաքրքիր մի բան տեսա, ուրեմն պարզվում է Ռուսաստանում կա վիզայի հետևյալ ձևը, որը կոչվում է ուրեմն հոգևոր բարոյական արժեքների ուրեմն վիզա։ Սա ինչ է նշանակում։ Սա նշանակում է ենթադրենք, հա, նորից վերադառնանք մեր Վարդանին Ղուկասյան Գյումրեցի։ Ուրեմն սա նշանակում է օրինակ, որ եթե կա ենթադրենք եվրոպացի, որին բացարձակ ուրեմն որի պատկերացումներին եւ արժեհամակարգին բացարձակ հակառակ է, օրինակ LGBT-ի ուրեմն կանոնները, բարքերը, դրանց ասենք զույգերի օրինականացումը, զույգերի կողմից ենթադրենք երեխաների որդեգրումը եւ այս արժեքները նրանց հակառակ են, նրանք կարող են Ռուսաստանում ստանալ բարոյական հոգևոր վիզա կարգավիճակ շատ հետաքրքիր բաներ, ինչու, որովհետև իմ կարծիքով, եթե մենք այս 30 տարին կամուն տված չլինենք, 34.5 տարին եթե կամուն տված չլինենք, մենք կարող ենք օրինակ հանդես գալ քրիստոնեական վիզայի տրամադրման որպես կենտրոն, բայց դա Muslim free երկիր ենք ռեգիոնում, ամենայն հարգանքով մեզ բարեկամ իսլամական պետություններին։ Իմիջիայլոց հարգանքով, բայց դա էլ նշենք, որ Ռամադան էր, էս մի երեք վերջացավ, ես չնկատեցի, որ մեր պետությունը կամ մեր հասարակության ինչ-որ ներկայացուցիչներ դրա կապակցությամբ շնորհավոր էին մահմեդական մեր բարեկամներին, այնուամենայնիվ երբևիցե մահմեդականներին չի կարելի դիտարկել որպես թշնամիներ։ Ես անցած շաբաթ իմ լավ բարեկամին հյուրընկալեցի, իմ լավ ընկերոջը, դա մենք այդպես եղբայր ենք կոչում, Չեչեն է, որի հետ միասին մենք սովորել ենք Մոսկվայի համալսարանում, բացարձակ ընկերական, հարազատական հարաբերություններ ունենք եւ նման հատկապես հյուսիսային Կովկասի ժողովուրդների մեջ մենք եւ արգանք ունենք եւ մեր տեղ ու դերը ունենք, հայ-ղազախական կապերը շատ կարեւոր են, որը պիտի ամրապնդել։ Ես չտեսա Ռամադանին ուղղված ինչ որ մի շնորհավորանք թե պետական, պաշտոնական, թե հանրային հասարակական։ Սա մեր մեծ բաց թողումն է, նորից ուրեմն շեշտեմ, բայց վերադառնամ այդ քրիստոնեական վիզային։ Պատկերացրեք ինչ լավ կլիներ, որ մենք լինեինք երկիր, որը ամբողջ աշխարհի քրիստոնեության պահապանը լիներ, եւ քրիստոնյաներին, որոնք որ բռնաճնշվում էին այլ տեղերում, իսկ հիմա դրա մասին նախագահ Տրամփն է օրինակ ասում, մենք ասենք, որ նրանց մենք տրամադրում ենք քաղաքական ապաստան, ուրեմն պետական աջակցություն, հասարակական աջակցություն ամենայն եւ այլն, բայց իհարկե դա կնշանակեր մեր եկեղեցու դերի բարձրացմանը մեր երկրում, հասարակությունում, պետություն եկեղեցի հարաբերությունների կարգավորմանը, եկեղեցական լիդերների շատ ավելի աստվածային լինելուն, դա պիտի նպաստեր, լավ կլիներ, այսինքն որոշակի ֆանտազիայի ուրեմն բանից, այսպես ասած, ասպարեզից այսպեսի մի բան անեմ, բայց այո, եթե Ռուսաստանը այսօր բարոյական եւ հոգեվոր արժեքների ապաստան կարող է տալ նրանց, ովքեր որ ուրեմն ճնշվում են եվրոպական, այսպես ասած, կանոններից, մենք շատ հանգիստ կարող ենք դրան հավատալ։ Շատ ավելի լուրջ բաներ տալ այդ ասպարեզում։ Ես կարծում եմ, որ ուշ չի, ասենք ինչ որ մի պահ, եթե սկսենք մի 10 տարի հետո կաղապատայի դրան աշխարհը լուրջ վերաբերվի, հասկանում եք, Դավիթ ջան, ասենք գաղափարներ են, որոնք որ կարող են կյանքի կոչվել եւ կարող են նպաստել մեր ուժեղացմանը մեծ հաշվով, որտեղ մենք ինչ որ բան պիտի ներկայացնենք մեզանից աշխարհում, ախր մենք
Չենք կարող ուղղակի ասել, որ մենք սահմանափակ տարածքով, սահմանափակ բնակչությամբ, ըստ որում նվազող բնակչությամբ մի բան ենք, զանգված ենք, որը ոչ մի բան չի ուզում բացի ուրեմն հարևանների հետ խաղաղության եւ ոչ մի բան չի ուզում բացի կուշտ ուտելու, հնարավորին չափ կուշտ ուտելու, էլի այդ հնարավորությունից։ Ես կարծում եմ, որ սա պիտի մենք հաղթահարենք, ուղղակի հաղթահարենք, մենք այդ աստիճանի փոքր եւ թույլ երկիր ու ժողովուրդ չենք եւ նորից տեսեք Ադրբեջանը ստացավ անցյալ շաբաթ իրավունք Իսրայելի ուրեմն բանում տիրույթում գազի արդյունահանման իրավունք եւ լիցենզիա ստացավ Սոկար ընկերությունը ադրբեջանական, հա։ Հիմա ինչ ասես սրան։ Պիտի ասես, որ ես տպավորված եմ, ուրեմն, այո, նրանց հաջողություններով։ Համաշխարհային բան կա, չէ՞, տենց միջին տերություն տերմին կա, չէ՞, նոր ոչ թե։ Այո, բայց ինչու, որովհետև հստակ, հաստատակամ, նպատակասլաց հայտարարում եւ իրականացնում են իրենց քաղաքականությունը եւ ստիպում են աշխարհին հաշվի նստել եւ հարգել իրենց տեսակետը, իրենց իրավունքները, իրենց արժեքները, իրենց մտածմունքները եւ անգամ, ասենք, մենք շատ դեպքերում համեմատում ենք դա դիկտատորական ռեժիմի հետ, այսպես ասած, ոչ դեմոկրատական եւ այլն, բայց մեկ անգամ իրենց ղեկավարը հայտարարեց, իսկ ով է ասել, որ մեզ մոտ պիտի ամրագրվի դեմոկրատիան որպես ուրեմն արժեք։ Ով է ասել։ Հիմա մեր դեպքում երևի թե դեմոկրատիային մենք այլ ընտրանք իսկապես չունենք, որտեղ այո, մենք հակված ենք դեմոկրատիայի, բայց եթե մեր դեմոկրատիան նախկինում ամրապնդված էր սփյուռքահայության 7.5 միլիոնանոց հսկայական այդ մարդկանցով, զանգվածով, որոնք իհարկե մեծապես օժանդակել են մեր կայացմանը, զարգացմանը այս տարիների ընթացքում, եթե մենք հիմա սահմանափակվում ենք մեր սահմաններով եւ վանում ենք մեզանից սփյուռքահայությունը, ապա մենք զրկվում ենք տվյալ պարագայում դեմոկրատիայի պաշտպանության կարևորագույն օղակներից մեկից։ Մենք սա նույնպես պիտի հասկանանք ու գիտակցենք։ Ուրեմն եթե գործող կառավարողների խումբը այսօր վանում է սփյուռքին, դա նշանակում է, որ նա զրկում է Հայաստանը դեմոկրատիան պաշտպանելու արժեքավոր կետերից մեկից։ Դարբինյանի ժամների եթերում, սիրելի ռադիո լսողներ, հիշեցնեմ, որ մենք երկուշաբթի ենք տեսաձայնագրում այս հաղորդումը, մարտի 31-ին, հուսանք, որ Գյումրիում ամեն ինչ շուտապույտ եւ արդար կավարտվի։ Այսքանը կհանդիպենք։